Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների թեման եռում է, մինչև Վաշինգտոնը փորձում է վերակենդանացնել դիվանագիտական ջանքերը, Թեհրանը կոշտ դիրքորոշում է հայտնում, հայտարարելով, որ բանակցությունները միևնույն է չեն հանգեցնի պատժամիջոցների վերացմանը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը քննադատել է ԱՄՆ-ի առաջարկները, դրանք որակելով խաբեություն, որն ուղղված է հանրային կարծիքի ձևավորմանը։ Մենք տարիներ շարունակ բանակցեցինք, հասանք ամբողջական եւ ստորագրված համաձայնության, իսկ հետո այս անհատը պարզապես ոչնչացրեց այն։ Ինչպես կարելի է նման պայմաններում նորից բանակցել, երբ մենք գիտենք, որ նրանք չեն պահելու իրենց խոստումները, ինչ իմաստ ունի բանակցելը։ Խամենեին վկայակոչում է 2015-ի միջուկային համաձայնագիրը, որը Թրամփը 2018-ին միակողմանի խզեց։ Նշում է, որ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ Իրանը պետք է ավելի քիչ ապավինի դիվանագիտությանն ու ավելի շատ կենտրոնանա ինքնապաշտպանության, ներքին դիմադրության վրա։ Եթե Իրանը ցանկանար միջուկային զենք ստեղծել, Միացյալ Նահանգները չէր կարող կանգնեցնել մեզ, բայց մենք ինքներս չենք ուզում դա անել։ Դեռ նախորդ շաբաթ էր Թրամփը սոցցանցում հայտարարել, որ նամակ է գրել Խամենեիին ու ասել, որ հույս ունի, որ Թեհրանը կբանակցի Վաշինգտոնի հետ, այլապես ստիպված կլինի ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Թրամփը չի մանրամասնել, թե նամակում կոնկրետ ինչ առաջարկ է արել ու որքան էլ տարօրինակ թվա, նամակը Թեհրան է բերել մի պաշտոնյա Արաբական Միացյալ Էմիրություններից։ 2019-ին Թրամփը ևս փորձել էր նամակ հղել Խամենեիին, այդ ժամանակվա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջոցով, սակայն Խամենեին ծաղրի ենթարկեց այդ ջանքերը։ Իրանի պետական լրատվամիջոցները մինչև օրս տարածում են կադրեր, որտեղ Աբեն նամակը դնում է ոտքի տակ։ Թրամփի այս առաջարկը արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հայտարարել են, որ երբեք թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Սակայն Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը, այն հասցնելով գրեթե միջուկային զենքի համար անհրաժեշտ 60%-ի։ Թեև Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի, պաշտոնյաները ավելի հաճախ են ակնարկում միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը։ Միաժամանակ լարվածությունը պահպանվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի հետ, որը շարունակում է ռազմական գործողությունները Գազայում։ Իսրայելցի որոշ պաշտոնյաներ առաջարկել են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին հենց հիմա։ Թրամփն էլ բազմիցս սպառնացել է, որ նման հարվածի դիմելու է, եթե չկարողանա դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել Թեհրանի հետ։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են նոր բանակցությունների Թեհրանի հետ։ Այս իրավիճակում հարցն ավելի է սրվում. արդյոք Իրանը կշարունակի ընդլայնել միջուկային ծրագիրը, թե միջազգային ճնշումը կարող է ստիպել նրան վերադառնալ բանակցությունների սեղան։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։